Վայելեք մեխակներիս գեղեցկությունը։ Իրոք հրաշք են, չէ, սիրելի հետևորդներ ջան, այս մեխակները։ Իսկ հիմա դեմքով եմ ողջունում ձեզ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սիրելիներս, այսօր մի քիչ ինձ լավ չեմ զգում։ Գլուխս ցավում է, ճնշումս բարձր է, նորից շաքարս է բարձր, աչքերս տեսնում եք ուռած, բայց չկարողացա դուրս չգալ այգի, չնկարել ձեզ համար և ձեզ հետ չբարևել։ Ամեն օր արդեն ոնց որ ուզում եմ դուրս գալ ձեզ հետ, խոսել, ասել, կոֆե խմել, մի քիչ զրույցել, նոր անցնել գործի։ Սիրելի հետևորդներ ջան, քամի, ցուրտ, այն հաստ ժակետն եմ գցել, բարակ էի հագել, չես կարող նստել, մրսում ես։ Սիրելի հետևորդներ ջան, Մարին կասել, ծածկվել է աջալի տակ, նստել է կողքս, ցուրտ է, կոֆե է բերել, որ խմենք, ասեցի արի, մրսում էր մի տեսակ, նստի աջալի տակ։ Հիմա սիրելիներս, ձեզ հետ բարևեցի, հետո տեսնենք որտեղ ենք հանդիպելու։ Կհանդիպենք քիչ անց։ Հիմա բարգծի ծաղիկներն է տնկում, սիրելի հետևորդներ ջան, ամեն մարգի մեջ, պղպեղի մարգի մեջ, բադրջանի մեջ, մի խոսքով, դուք էլ տնկեք, շատ օգտակար է այդ բույսը, ծաղիկը, բույսերի համար։ Մրջունելից, ворթ բլոճից պահպանում է, շատ է օգուտ տալիս բույսերին, բանջարեղեններին։ Արդեն տեսեք, ժամը քանիսն է, 8:30 է, դեռ լույս է մեզ մոտ։ Հələ դեռ անպամած եղանակ է։ Բարգծի ծաղիկներն է շատ սիրուն ծաղիկներ են, մինչև ցրտերը, այն որ արդեն շատ ցուրտ է լինում, դեռ հələ ծաղկած է։ Այս են սիրելի հետևորդներ ջան, ամեն մարգի մեջ կարող եք ամեն գլխի մարգի սկիզբը, վերջը դնել։ Ամեն մարգի մեջ կարող եք 2 հատ, 3 հատ դնել։ Շատ բույսերին օգուտ է տալիս։ Մեր փորձից եմ ասում, ձեզ սիրելիներս, քանի տարի դնում ենք։ Կոտրվավ լապատկատ, փոքր բան էր, ոչինչ, մի հատ կառնես նորից։ Ռեհանների մոտ էլ դիր մի հատ, հələ տեսեք ոնց է մեծացել ռեհանները, սիրելիներս, հետո ցույց կտամ, մյուս հոլովակում արդեն լրիվ բույսերը ցույց կտամ, թե ոնց են աճել, գեղեցկացել են։ Արդեն փարթամացել են, էլի սիրունացել է հողամասը այգին։ Մի հատ էլ ռեհանին ա դնում, ռեհանն էլ, այն որ ես եմ պիտերովկա եմ արել, շուտ ցանել եմ, նրանք արդեն լավ փարթամ են, այն որ ցանել ենք, նրանք էլ են լավ մեծացել։ Շուտով կհասնեն այն սածիլներին, որ արել ենք ռեհանը։ Սաղ էլ լավ է, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչներ տեղը տեղին։ Հələ ձմերուկ ունենք 2 հատ ընկելու։ Ուզում եմ ասեմ, այն վարդի մոտը տնկենք, սենց գա չի լինի, դե արևա։
Դեղ հա, խոտ քաղելուն ճիշտ է։ Կորոշենք, հլը տեսնենք որտե ենք տնկում։ Հլը տեսեք հետևորդներ ջան, աղ չի երևում ստեղից։ Ոնց ամ հետո ցույց կտամ, ոնց ամ մեծացել։ Եթե կգաս տեղ բեր հլը։ Շատ լավ մեծացել է, մի փոքր բան էր, հա։ Ջերմոցի մեջը լավ աճեց։ Ուրեմն նայում եմ հետևորդներ ջան, վարունգն է կապում, հիմա չկա։ Աու, որտեղ ես, բարձրաց։ Այն մեծ վարունգի քոլերի հետևն է, չէի տեսնում։ Ամեն օր պետք է թելի վրա ֆռացնես, բարձրացնես։ Հələ մոծակները, ինչի՞ց է տենց սեղանի վրա, անձրևն է երևի։ Արե, սատկել են։ Երեք հեռախոսով քեռուս աղջկա հետ եմ խոսում, որ միասին հարսանիք են գնացել Լենինգրադ։ Ասում ես ինչ այգի ունեք, այ քուրջան, ես ինչ ծաղիկներ են, դրախտ է, դրախտ։ Ուզում եմ գամ, մի օր նստեմ ձեր այգում վայելեմ, ասում եմ արի, դե շատ հեռու են մնում են Չիտա քաղաքում սիրելիներս։ Ասում եմ շատ եմ ուզում գամ, բայց չի կարող գալ, իրա ոտքերն էլ են ցավում։ Ասում եմ արի էլի մի ամիս կմնաս, իրար հետ քանի տարի ասել եմ, չէ, որ մի 30 անց տարիներ չէի տեսել։ 3 օրում ինչ կարոտ պետք է առնեինք, չնայած ասեցինք, խոսեցինք, ուրախացանք, տխրեցինք, հիշեցինք, են էլ չի կարող գալ, ուզում է գա, հետևում է իմ յութուբյան ալիքին, սիրելի հետևորդներ ջան, ամեն օր տեսնում է, եկենքան լացեց, ասում է շատ եմ կարոտում, ուզում եմ գամ, նստեմ քեզ հետ միասին վայելեմ, բայց դե չի կարող, ափսոս, հազար ափսոս, ինձ է հրավիրում, ես էլ չեմ կարող ես ցավացող ոտքով գնալ, թե չէ մեծ ուրախությամբ կգնայի։ Սիրելի հետևորդներ ջան, այդ ցանկապատի կողքով մաքրելով գնացին, հասան, Մանիկը հասել է արդեն հիրիկներին, իրիսներին, կողքերն է մաքրում, ավելորդ թփերը, արդեն ծաղկեց, վերջացավ, մաքրում է, սաղ, տեսեք ինչքան խոտ կհանեն հիմա, անընդհատ այդ անձրևներից հետո մաքրում են ու մաքրում, անընդհատ խոտը կա ու կա սիրելիներս։ Շատ սիրուն եղա, բա իհարկե, այտենց մաքուր լավ է, էլի, կողքերն էլ չէ մաքրեցիր սաղեն իրիսների, բա ոնց, տենց ավելի գեղեցիկ է, ավելի կգեղեցիկ անա հալա երեխեք ջան, այդ կալցոներից, որ առնես դրանց հետ դնես, սիրուն կլնի, կալցոները լավ գրկում են ծաղիկներին, ծաղիկները լավ, սիրուն սենց ոնց որ հավաք պահած լնեն, հավաքում են ծաղիկները, հա վարդերն էլ պետք է սարքվի, լրիվ գազոնը քաղեց, ինչքան ավելորդ բան կար, չնայած չկա էլ, բայց դե հավաքում են, անում են։ Մարինե ջան, գնա մի հատ կոֆեն բեր, ստեղ դուրս է, հենց խմենք էլի։ Դրսում մեր հետևորդներին էլ ասենք, հավաքվեն գան, մեխակները կա, վարդերը կա, ծաղիկները կա, բանջարեղենը կա, նստենք մի հատ հաճույքով, հավեսով, սենց կոֆե խմենք էլի։ Համով, հոտով, սիրելիներս, կոֆե վայելենք միասին։ Քիչ հետո կմիանանք, հա։ Իհարկե գեղեցկություն, շատ սիրուն է, շատ։ Ապրեք, զորանաք, օրհնվեք,
Այդ գործին պրծում չկա, անում ես, վերջ չկա, սկիզբ կա, վերջ չկա, էլ անձրևը գալիս է, կատկթում է, հերիք է մանիկ, հերիք է, Ուշ եմ, լավ, հերիք է չկա, Սիրելիներս, այս կողմն էլ, այս արանքն էլ է սարքվելու, քանի որ չի սարքվել, դեռ դրա ժամանակը չի, հիմա այս ծաղիկներով ենք սիրունացնում, մինչև որ արդեն այստեղ էլ կսարքեն ամեն ինչը, տեղը տեղին կլինի, դա տարիներ է պետք, բոլորս էլ գիտենք, որ միանգամից ոչինչ չի լինում, կամաց, տարի վրա, կառուցում են, սարքում ենք, ամեն ինչն էլ իր հունով կգնա, այնտեղ էլ նորիկն է խոթանում, մանիկն էլ ստեղ գարտենզիա ունենք, սպիտակ գույնի, տեղը հարմար չի հեչ, հիմա տեղափոխում է, այս մասում ինչ ալնելու, մեքենայի կայանման տեղ չէ, Տես ծածկի տակ էլի, որ մեքենան գա, աստեղ էլ պետք է քար շարվի, մի խոսքով այնքան գործ կա, որ էլ ասելու չի, սեփական տան գործը երբեք չի վերջանում, երբեք, աստեղ էլ պետք է ինենց զգուշ հանես, որ լրիվ իրար հետ դուրս գա, այդ կաբելը մի քիչ տարենք ում, ուզում ես գամ բռնեմ, ես բռնեմ դու քաշի հան, ինչ ես անում թելով, ջղերը հավաքեմ, տեսնում եք չեն թողում, ինչ անեմ սիրելի հետևորդներ ջան, խնայում եք իսուր մայրիկին, անձրև մի խանգարի, որ գործ ես անում, չես ուզում, որ ոչինչ քեզ խանգարի, մի անգամից ոնց որ հավեսով կպնում ես գործին, առաջ գնաս, անես վերջացնես, մի գործը ավարտից հասցնես, ինչ կետպես ոնց որ կիսատ պռած, Այս դնենք արանքը ու այս բարձրացնեմ, այս էլ եսակ կտրեն, խոշալացնենք, Ողերի քարը, որ էսյանի արմատին են թողել, ողեր չինի, դեղ մի հատիկը մնացել է այդ, չէ էսյանի քարը, էսյա մնացել է, տնկեց վերջացրեց, տեղափոխեց, իսկական իրեն տեղն է, այդ պիոնի կողքը, մյուս ծաղիկների կողքը իրա տեղում հայտնվեց գարտենզյան, սիրելիներս, պիոնին գրական անունը քաջ վարդ է, որքան հիշում եմ, եթե սխալ եմ կամ ճիշտ եմ գրառման բաժնում կգրեք իսկական գրական անունը պիոնի։ Այդքան բյուզերեն որ բանի անգամից տեղափոխում։ Ինչ ես տեղափոխում, ճյուղերը տար, մի տեղափոխի։ Անկյունը։ Հա, նույն տեղը դիրիր, հա։ Պիոնն է, գեղեցիկ ծաղիկ է, սիրուն է, սպիտակը, տարբեր գույները կա, չէ։ 2-3 օր ծաղկելուց հետո շուտ փչանում է։ Իսկ մեխակներս մինչև եսի ինչքան ժամանակ մնում է։ Այն երևում է այն 2 ծաղիկի արանքի մեխակները կարմիր։ Մեր մոտ ասում են լալա կարմիր, յանի լավ կարմիր է, էլի ալ կարմիր է։ Հիմա
կտեղափոխեն մյուս ծաղիկը։ Այո։ Հիմա իր արմատների վրա հետ լսվում։ Այդ արմատների վրա հետ։ Ազատվավ ծաղիկի տեղել, երկու ծաղիկն էլ ազատ զգացին իրենց։ Շատ սիրուն լավ այսքան տեղը։ Այս պիոնի կողքերն էլ մաքրի, թո մեկի չնչի պիոնը։ Մեկ այլ հերիկները, իրիսները չեն ծաղկելու։ Իրիսները պիոնին նեղություն են տալի, հիմա որ ծաղկեց, վերջացրեց, կողքի տերևները թո մաքրի, որ պիոնը լավ շնչի, ազատ է լինի պիոնի տեղը։ Ինչքան պիոնը չէ, հելը ծաղկում է, կոկոմ կա վրան, հելը լրիվ չի պրծե, բայց էդ էլ հեսա կպրծնի։ Կողքիները ֆլոքսա, չէ, մոռանում եմ միշտ անունները ծաղիկների։ Ֆլոքսն էլ լավ ծաղիկ է, անուշ հոտ ունի։ Են որտեղ էր անցած տարի տարբեր գույների էր ֆլոքսը, մինենց անուշ հոտ էր տարածվել, բույր էլ ասելու չի, որովհետև որ շատ են լինում ֆլոքսները, ավելի անուշ է հոտը, շատի դեպքում շատ է բուրում, հիմա ինչ ես անում, ծաղիկ կա տնկելու էլը, մեխա կա նրա կողքինները, հա, այդ ավելոտները, հա, բայց լարի միտ տկլուրացու, թո ավելոտ սիրուն ըլնի։ Հայաստան հիշում է, շամբը բնի մոտել ունեինք ծաղիկ, աստրաները, հավա բնի կողքը, շամբնի կողքը, աստրա ծաղիկ էինք ծանել։ Ծաղիկներ, անթարան ծաղիկներ, իմ սիրուն ծաղիկներ, ձեզ նվիրեմ սիրելի հետևորդներ ջան բոլոր ծաղիկները։ Ես էլ մեխակներս, իշքան, ես մի փոքր տեղից, այսքան կտրեցին, մաքրեցին, խոտ հանեցին, ես էլ ես մաքրվեց, տես տարածք, ինչքան սիրուն եղավ։ Մաքրությունը դրախտից է եկել, սուտ չեն ասել մեր մեծերը, մեծական խոսք է։ Նուրբ ծաղիկ է։ Այդ ծաղիկը ծաղկել է նուրբ, ռոզվի գույն է, լտեսեք ինչքան սիրուն է։ Աստղի նման է, հենց աստղի նման է, այո, 5 աստղ է։
Չեմ հիշում այս ծաղիկը, դու գիտես ծաղիկի անունը սիրուն։ Ցինյա բերեց տնկելու, ցինյա ես բերել։ Տեսեք, մեկը քանդում է, մյուսը ծաղիկն է բերում։ Որդիս ջուրն է բերում, այդպես պետք է լինի, իրոք սերը հենց տեղ է երևում, սիրելիներս, ոչ թե մուսի պուսի ասելով, այլ ապացուցելով գործով, իրանց հետ, որ իրար հետ են, համախմբված են, եթե ասում է ծաղիկ եմ տնկում, պետք է ջուրը մեկը բերի, մյուսը հանի, այդ ձև սիրելիներս, փառք Աստծո, շնորհակալ եմ Աստծուց, գոհանում եմ Տիրոջից, ամենափոքր օրհնության համար, թեկուզ, չնչին օրհնության համար, ամեն բացվող լուսաբացի համար, երեխեքիս համար, թոռներիս համար, բոլորի համար, ազգուտակիս համար, սիրելիներս, թող բոլորը օրհնված լինեն, թող բոլորի ընտանիքներում միայն տիրի խաղաղությունը, սերը և միությունը։ Մինչև սիրելի հետևորդներ ջան, հատուկ վարդերի, ծաղիկների համար ծախում են, վաճառում են, մինչև կգնենք, ուղղակի պարկել են շատ, փաթաթովի վարդեր է, պետք է անպայման բարձրացվի վերև, ինչա չի ստացվում, Ինչա պետք է լեր գարուշիկ։ Հավաքի կոդը դան փաթում։ Մկրատ այն օր ընդ դրած էր։ Գարուշիկ ջան, այսօր վերջին օրն էր քո։ Տղաս մնաց քննություն տա 22-ին եւ ամսվա 30-ին։ Ծաղիկներից բռնի բարձրացրու, ծաղիկները կտրորին դեղից, Գարուշիկ, օգնի Մարինկա։ Բարձրացրու։ Զգուշ, ահա, վերջ։ Անենց էլ ցուրտ եղանակա քամի, որ էլ ասելու չի։ Շատ քամոտ է այսօր, ցրտոտ, ինչն ա լավ, Մարինե, ցուրտ ա։ Եղատյա բամպերը գնացին։ Հա, ամպերը ցրվեցին, բայց դե էլը կա։ Ստեղ էլ Գարուշիկը արդեն գազոնն է քաղում նորից, այգուն վերջացրեց, հիմա էլ ստեղ է քաղում։ Էլ ինչքան սիրուն է, հավաքվավ։ Համատը բերեմ ես դեմոս կա։ Հա, կարելի է։ Վալադարկան ժասմինի ծառը տենայր մենակ, մանիկ, ինչ սիրունություն էր։ Էդ ինչ հոտ ուներ էդ ժասմինը, որ էլ ասելու չի։ Այն մարդ մի հատ բերի դնի ժասմին։ Հլը թրջունները ոնց են դայլայլում։ Երգում են ու երգում։ Կտրած ծառերն էլ շատ սիրուն եղան։ Քանի գնում է, խտանում է ծառերը։ Ավելի գեղեցկանում են, աճում են, ավելի են գեղեցկանում։ Քաշան են, մի կապի։
Buyurun anlatayım. Hadi kaç. Bak buyurun. Տեսեք ինչ գեղեցիկ ստացվեց վարդերը։ Հիմա էլ այս ծաղիկն է բարձրացնում վերը, որ փաթաթվի։ Նորից փաթաթվող է, բայց ճիշտն ասած չգիտենք ինչ ծաղիկ է։ Կփաթաթվի, կբացվի, հետո կիմանանք ինչ ծաղիկ է։ Սիրուն կբարձրանա։ Շատ սիրուն է։ Ինչ էլ անենք, գեղեցիկ է, Աստված օրհնի, առողջություն տա, ամեն ինչն էլ հերթով, կարգով, կանոնով կլինի։ Միայն առողջություն է պետք։ Էս էլ մատերն է, որ ամուսինս կտրում էր, սիրելի հետևորդներ ջան, հələ տեսնում եք։ Հա, ուզում է կպնի։ Արդեն ուզում է կպնի, տեսնենք հələ։ Ոնց կստացվի, կկպնի, չի կպնի ոչինչ։ Հոգ չէ։ Ծաղիկները սկսում են, որ տնկել ենք, չորացավ, հիմա սկսում են արդեն կամաց վերականգնվել, աճել։ Այդ ծաղիկներն այդպես են, ծաղկում, վերջանում են, այդպես չորանում են։ Մենք էլ տեղափոխեցինք, իրանք ստրեսի ենթարկվեցին մի խոսքով։ Հիմա արդեն կամաց կաճեն։ Սիրելի հետևորդներ ջան, վարդերն էլ կապեցին, բոլոր գործերը այսօրվա վերջացրեցին, եկել ենք տուն։ Եվ ես ուզում եմ մինչև տուն մտնելը այս գեղեցիկ մեխակների փնջերը նվիրել ձեզ եւ ասել այսօրվա հոլովակը այսքանն էր, իմ թանկագիններ, մնացեք խաղաղությամբ, եղեք առողջ, տեսություն բոլորիդ։